Բարի առավոտ, շարունակում ենք մեր հյուրաշատ եւ հագեցած եթերը ու հիմա արդեն զրուցելու ենք սպասված գրքի մասին։ Յումեկ հրատարակչությունն այսօր ներկայացնում է լրագրող, հեռուստամեկնաբան, գրող Մարիաննա Հակոբյանի նոր գիրքը։ Գիրքը կոչվում է «Անունները չփոխել», լրագրողական հետաքննության ժանրում գրված թրիլերի շնորհանդեսը եղել է ընդամենը մի քանի օր առաջ Յումեգի ձմեռային փառատոնի ժամանակ։ Դիտենք գրքի թրիլերը, հետո խոսենք արդեն հեղինակի Թրիլերի մասին։ Դիտում ենք թրիլերը, այնուհետև խոսում թրիլերի մասին։ Այո, թրիլերի մասին։ Մերանը կողպել, 20 տարի փորել, բայց գաղտնիքն այդպես էլ չթաղել։ Այդ պատճառով գժվել, ոստիկանություն գնալու քրեական գործ հարուցել ամուսնու դեմ։ 1999 թվականին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի է ունենում մի դեպք, որը 2 տասնամյակ անց պետք է դառնա քրեական գործ, սակայն վաղեմության ժամկետը խառնում է բոլորի խաղաքարտերը։ Ինչ է կատարվել իրականում, երբ հայտնի падգամավորը, նախարարն ու սկսնակ լրագրողուհին առանձնացել են բնակարանում։ Ծանր մանկություն, հետտրավմատիկ սթրես ու անպատասխան հարցեր, որոնք տանջում են բռնաբարությունից ծնված աղջկան։ Մոր առեղծվածային մահը, սկանդալային գիրքը, քաղաքական հայտնի դեմքերի անունները ստիպում են մտածել, որ մորը սպանել են։ Լրագրողական հետաքննություն, որ գերեզմանից դուրս է հանում բոլորի վախերը, հերոսները հայտնվում են ճակատագրական տանը ու կանգնում ամենաբարդ հարցի առաջ։ Մարիաննա Հակոբյան, «Անունները չփոխել»։ Շատ հետաքրքիր գրքի մասին ենք այս պահին զրուցելու։ Յումեկ հրատարակչությունը ներկայացնում է լրագրող, հեռուստամեկնաբան եւ բանասիրական գիտությունների թեկնածու Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխել» գիրքը։ Ինչպես հասկացաք, թրիլերից գրքի հերոսուհին փորձում է հաղթահարել մանկության տրավմաները, բացահայտել մոր սպանությունը, ինչ շատ հետաքրքիր է արդեն։ Եվ առաջարկում բոլոր հարցերի պատասխանները հենց արդեն Մարիաննայից։ Այո, բարի առավոտ, Մարիաննա, շնորհակալություն հյուրընկալվելու համար եւ իսկապես շատ նախ ես սիրում եմ նմանատիպ գրական ժանր, ինձ հիշեցնում է դետեկտիվ, փոքր ավելի թրիլեր, դասականներից, եթե խոսենք Ագաթա Քրիստի կամ ինչ-որ, եթե ավելի խորը գնանք Էդգար Ալան Պոին, կարող ենք որպես ինչ-որ ահասարսուռ վիճակներ անգամ այդ սպանությունները եւ այդ ահասարսուռությունը, երբ որ փոխանցում է քեզ, այս ժանրը ես շատ սիրում եմ իսկապես եւ հետաքրքիր է ինչու սկսեցիք որպես գրող եւ դե պարզ է ձեր մասնագիտությունը որպես լրագրող եւ հեռուստամեկնաբան նաեւ այս դեպքում հետաքննություն եւ փորձաքննություններ կսիրի բայց հետաքրքիր է ինչու հենց այս ժանրը եւ արդյոք սերը եւ այդ հետաքրքրությունը որպես լրագրող Մարիաննայի մեջ փորձեց գնալ այս ամենի հետեւից Ասեմ, որ դետեկտիվը ամենաինտելեկտուալ ժանրերից մեկն է, որը սրում է հոտառությունը, արթնացնում է դիտողականությունը, իսկ առհասարակ լրագրողները պետք է ունենան այդ սուր հոտառությունը եւ շատ հաճախ լրագրողների գրքերը տարբերվում են գրողների, սովորական գրողների գրքերից, որովհետեւ շատ ավելի դիտողական են եւ մանրուքների նկատմամբ այսպես յուրահատուկ մոտեցում ունեն, որովհետեւ դետեկտիվում ամեն մանրուք կարեւոր է եւ ընդհանրապես սա կարծես ինտելեկտուալ խաղի մեջ է ներքաշում ընթերցողին եւ ընթերցողը արդեն հեղինակի հետ փորձում է փնտրել հարցերի պատասխաններ, գտնել ով է զոհը, ով է հանցագործը եւ ամենաանսպասելի պահին, երբ թվում է թե գտել է իրականում հանցագործին, ամեն ինչ այսպես ասած տակնու վրա շրջվում է։ Եվ այս ժանրը նաեւ նմանեցնում եմ սինուսոիդի մարդու այդ սրտի աշխատանքին, որովհետեւ թրիլեր դետեկտիվ ժանրի գրքերը պետք է կարողանան այդ բոլոր տեսակի զգացմունքները ապահովել, այո, այսպես վեր ու վար անեն։ Ինտրիգ, կարևորը ինտրիգ։ Այո, այո։ Դրա համար էլ միանգամից սիրավեպ, թրիլեր ու դետեկտիվ այս երեք ժանրերի կարծես համակցումն է լինելու։ Այո, բայց ավելի շատ դետեկտիվ թրիլեր, իմ առաջին գիրքը սիրավեպ ժանրի էր, ասեմ շատ ավելի հեշտ է գրել սիրավեպ, քան դետեկտիվ, որովհետև դետեկտիվում բազմաթիվ ճյուղավորումներ կան, որոնք պետք է կարողանաս տրամաբանորեն անթերի իրար կապել, որպեսզի հակասություններ չլինեն, եւ եթե ես առաջին գրքում որպես ստեղծագործող էի հանդես գալիս, ապա վստահորեն կարող եմ ասել, որ այս երկրորդ գրքում որպես հետազոտող եմ, որովհետև հերոսների նկարագրերը բնավորությունը կազմելու համար եւ զրուցել եմ հոգեբանների հետ, չգիտեմ, այնտեղ քրեական գործի հետ, վաղեմության ժամկետի հետ կապված պատմություն կա, զրուցել եմ իրավաբանների հետ։ Դատական օրենսգիրքն եք ուսումնասիրել, իմ հաջորդ հարցը հետևյալն էր լինելու, այո, որ այո, դատական օրենսգիրքն եք ուսումնասիրել, այդ մասնագետների հետ եք շփվել, որ կերպարներն ու պատմությունները համոզիչ լինեն ավելի։
թեման նաև իրական պատմություն է, վերցված է իրական հիմքերով եւ դա եք, չէ՞, հետազոտել։ Այո, մի կնոջ պատմություն է, առանցքում հենց մի կնոջ ողբերգություն է, որը միահյուսված է երկրի ողբերգության հետ, 90-ական թվականների հետ կապված պատմություն, եւ բազմաթիվ այստեղ նաև կանանց պատմություններ են խտացված, որոնք տարիներ շարունակ ինձ հուզել են, ցնցել են նրանց բռնության պատմությունները, որովհետեւ տարիներ առաջ, երբ դեռ գործող լրագրող էի, ինքս առնչվել եմ նման թեմաների եւ պատմում էին բազմաթիվ պատմություններ, նաև այստեղից եկավ գրքի անվանումը, ասում են ինչու անունները չփոխել, ես ասում եմ, որ լրագրողներս հաճախ գրում ենք պատմություններ, ասելով անունները փոխված են, մենք չենք ուզում բացահայտել մեր հերոսներին, նրանք չեն ուզում բացահայտվել, եւ այստեղ գնացել ենք ճիշտ հակառակ սկզբունքով, մենք փորձել ենք բացահայտել մեր հերոսներին, թեև այդ չն ասում են ինչու չփոխել, ասում եմ դա ինչ ամիջն է, հենց ամբողջ ինտրիգը, եթե ասեմ, ապա հետաքրքրությունը կկորի, այնպես որ կկարդան եւ կհասկանան ինչու չփոխել եւ մյուս չամիջներն էլ արդեն ինքնուրույն կգտնեն գրքում։ Միանշանակ պետք է նախ այդ պահպանել հետաքրքրությունը եւ ինտրիգը եւ այո, միանշանակ ինչու չփոխել, պետք է կարդալ եւ հասկանալ։ Ժամանակաշրջանները շատ հետաքրքիր է, որ խորհրդային ժամանակներից գալիս է այսօրվա Երևան, ինչպեսի համեմատականներ կան ձեզ։ Եվ որն է միտումը առհասարակ դա անելով։ Առանցքը։ Գիրքը մի քանի շերտ ունի, կա անցյալ, ներկա եւ ապագա, եւ նաեւ կա այստեղ հերոսուհու անձնական ներքին մենախոսությունները կան, այսինքն մարդու ներքին կռիվն է եւ նաեւ այս ներկայի եւ անցյալի, այսինքն անցյալը բերելով ներկա դու քանդում ես այդ ներկան եւ անցյալը ներկա բերող մարդը նաեւ չի ունենում ապագա, առողջ ապագայի մասին է խոսքը։ Գրքում հիմնականում արծարծվում է ճշմարտության թեման, արդյոք արժե բարձրաձայնել ճշմարտությունը, թե ի վերջո թաքցնել, ընդհանրապես գաղտնիքը պետք է տանել գերեզման, թե բարձրաձայնել դրա մասին, ինչ կտա։ Այսինքն կազատի արդյոք այդ ճշմարտությունը, թե նոր ճաղեր կավելացնի։ Գիրքս մի մեծ գաղտնիքի մասին է, որն ընտրեց գրքի կերպարանք, ոչ թե թաքնվելու, այլ խոսելու համար, այդ կանանց անունից խոսելու համար։ Իմ ամենասիրելի գրողներից մեկը, ամենաաշխարհատես Կոստան Զարյանն ասում էր, որ խոսքերը ստեղծված են մտքերը թաքցնելու համար։ Ով միայն խոսք է հասկանում, ոչինչ չի հասկանում։ Եվ այստեղ բացեի բաց մենք ուղիղ իմաստով չենք ասում, որևէ բան, այսինքն այդպես տրիվիալ չի մատուցում, հենց գրականությունը դրա մասին է, որ ավելի էսթետիկ դաշտ բերենք նույնիսկ այն թեմաները, որոնց մասին չարժե խոսել կամ տգեղ են այդ երևույթները։ Մարիաննա, հետաքրքիր է որն է եղել ամենաբարդ փուլը, իրադարձությունները փաստավավերագրելը, թե հերոսների հոգեբանությունը կառուցելը, թե առհասարակ գիծը տանելը դեպի բացահայտում կամ չգիտենք։ Իմ ամենասիրելի հատվածը երկխոսություններն են, որովհետև այն բացահայտում է հերոսների բնավորության առանձնահատկությունները, հումորը, խարիզման նրանց եւ ընդհանրապես ամենադժվարը հենց երկխոսություններն է, գրելն է դժվար, ամենասուր երկխոսություններն են, այսպես ասած սյուժեի շարժիչ ուժը, օրինակ Տարանտինոյի ֆիլմերից եթե դիտել եք Կրիմինալնե Չտիվն, այնտեղ են ճամպրուկի պատմությունը, այսինքն այդ սյուժետային խայծը, մագաֆին կոչվածը, որի շուրջ պտտվում է ամբողջ ինտրիգը, եւ վերջում Տարանտինոյի հանճարեղությունն ինչու է, նա չի բացահայտում ի վերջո ինչ կար այդ ճամպրուկի մեջ։ Ենթադրվում է, որ պետք է գումար լինի, այն գումարը, որը որ բոլորը երազում են այդ ճամպրուկով $1 միլիոն գտնելու, բայց ընդհանրապես լույս է ճառագում, այսինքն քեզ է թողնում արդեն երևակայությունը զարգացնելու։ Ի վերջո այնտեղ ինչ է, տարբեր ենթադրությունների, այնտեղ, չգիտեմ, միտքն է, խոսքն է, գուցե հոգին է, եւ այստեղ էլ կան այդպիսի փակ դրվագներ, որ արդեն թողնում են ընթերցողի հայեցողությանը։ Մարիաննա, դուք ինքներդ ինչպես եք բացահայտել ձեզ որպես հեղինակ արդեն երկրորդ գրքից հետո, ինչպեսի փոփոխություններ եղել ձեր գրական ոճում, նկատում եք այդպիսի փոփոխություններ, թե կարծես թե առաջին գիրքը գրելիս նույն վիճակում լինեք։ Բնականաբար շատ մեծ փոփոխություն է ապրում հեղինակը, որովհետև նախ այն գիրքը շատ ավելի կարճ ժամանակում եմ գրել, մոտ 2 տարի։ Այս գրքի վրա աշխատում եմ 5 տարի։ Այո, շատ ավելի հեշտ է գրելը, թեև այդ ժամանակը այդ հոգեվիճակն ունեի, կախված է հոգեվիճակից։ Այս գիրքը 5 տարի, այսինքն վերջին 1 տարում միսուարիոն ստացավ, մինչ այդ կազմում էի կմախքը, դա այն արխիվային աշխատանքն է, որովհետև կան այնտեղ պատմական փաստեր, կան, չգիտեմ, օրինակ վրաերթի դրվագ կա,
զրուցել եմ Գագիկ Շամշյանի հետ, երբ զանգեցի ու ասացի վրաերթ է եղել, օրինակ թողել փախել է վրաերթի ենթարկողը վարորդը, որոնք են այդ հաջորդ ընթացակարգերը միանգամից այսպես ահաբեկվեց, մարդես գցել մեքենայի տակ, ասաց ինչ որ բան քեզ հետ է պատահել, ասում եմ չէ գրքի համար է, ինչև է դեպքի վայր էր շտապում, բայց չզլացավ, այսպես մանրամասն նկարագրեց ամբողջ process-ը, ուզում եմ ասել, այսպեսի դետալային հետազոտություն ամեն դրվագի վրա աշխատել ենք ստանալու համար արժանահավատ պատկեր։ Ես պատկերացնում եմ արդեն կարդացողների հույզերն ու էմոցիաները, եթե մանավանդ ժանրի սիրահար են, ինձ մոտ իհարկե ես իսկապես այս ժանրի սիրահար եմ, ինչպես Արմանը նշեց Ագաթա Քրիստի, Էդգար Ալան Պո, միշտ Սթիվեն Քինգ դե հա ամեն դեպքում այն տրամադրությունը այո եմ հենց Ագաթա Քրիստիից նա իր ժամանակի ամենահամարձակ կանանցից մեկն էր ով գրելուն զուգահեռ անում էր այն ինչ սրտի ուզածն էր անում պատկերացնում եք 70-ից ավելի դետեկտիվ է գրել ինչքան արկածներով լի կյանք պետք է ունենաս որպեսզի կարողանաս այսինքն նա ես վստահ եմ իր կյանքն է վերածել գրքի ու հետաքրքիր է որ իր ամուսինը օդաչու է եղել եւ նա նույնիսկ իր ամուսնուց սովորել է ինքնաթիռ վարել ձիավարժության սպորտային լողով է զբաղվել մի խոսքով այսինքն ուսումնասիրել է շատ ավելի շատ է ուսումնասիրել բայց եւ ամենահետաքրքիրը այն որ յուրաքանչյուր նրա գործում միևնույն է դետեկտիվը այսինքն հետաքննողը Էրկյուլ Պուարոնը մեկ անձնավորություն որը գնում է հայտնվում է մի վայր ու սկսվում է այդտեղ Իդեպ նա մի նորամուծություն մտցրեց, այն ժամանակ նրան շատ քննադատեցին դրա համար, ընթերցողը մինչև վերջ փնտրում էր հանցագործին, վերջում պարզվեց հանցագործը հենց գրողն է։ Նրան քննադատեցին, բայց հենց դետեկտիվ ժանրը այդ հնարքների մասին է, ինտելեկտուալ հնարքների եւ իհարկե ինտելեկտուալ այո հնարքների, ոչ միայն գրականության մեջ, այլ նաեւ ֆիլմերում։ Ինչ եք կարծում։ Ֆիլմերից կարծես շատ խոսեցինք, առաջիկայում Տեսնում եք սա որպես ինչու ոչ ֆիլմ։ Կինոսցենար։ Այո։ Առաջին գիրքս ֆիլմ դառնալու ճանապարհին է։ Այո, կավարտենք առաջինը, այնուհետև կմտածենք արդեն երկրորդ գրքի մասին։ Կարծում եմ լայն արձագանք կունենա, որովհետև շնորհանդեսից շատ չանցած հենց առաջին գիշերը արդեն մարդիկ գնել էին եւ մի շնչով կարդացել էին գիրքը եւ ինձ համար սա ամենամեծ գնահատականն էր հաջողախոսությունը, նաեւ անկեղծ է իրենց կարծիքը, որ մեկ շնչով գիրքը կարդացվում է։ Ես անպայման խորհուրդ եմ տալիս այս կարծիքը։ Մարիաննա, այսօր իմ գրաֆիկը շատ խիստ է, բայց ես խոստանում եմ մտնել եւ անպայման ձեռք բերել գիրքը, որովհետեւ իսկապես ես շատ հետաքրքրվեցի։ Մարիաննա, ինչ սպասենք հաջորդիվ, օրինակ հետաքրքիր է ինչպիսի թեմաներ եք արծարծում ձեր մտքում, որը որ կհանձնվի շուտով թղթին եւ կդառնա գիրք։ Հետաքրքիր է ժանրը նույնն եք պահպանելու թե Առայժմ չեմ մտածել, ժամանակը ցույց կտա, բայց այս ժանրը շատ սիրել եմ։ Այո, եւ ես վստահ եմ, որ շատ լավ ստացվել է, որովհետեւ այս ուսումնասիրությունների եւ իսկապես երկար տարիներով ուսումնասիրությունների արդյունքում չեմ կարծում, որ այնպեսի գիրք կստացվի, որը չի հետաքրքրի ընթերցողին, այնպես որ պետք է կարդալ, այո, Մարիաննա Հակոբյանի Անունները չփոխել գիրքը, որ այս պահին մեր էկրաններին է, Նյումեկ հրատարակչության հրաշալի հրատարակումով։ Այո, լույս է տեսել երկրորդը, ասենք, որ կա առաջինը, որը սիրավեպ է, սա երկրորդն է, Նյումեգին եւս շնորհակալություն ենք հայտնում, այնպես որ վստահ ենք, որ գիրքը շատ մեծ հաջողություն կունենա։ Մարիաննա, ստեղծագործական մեծ վերելքներ ենք ձեզ միայն մաղթում եւ սիրով կհյուրընկալենք մյուս ժանրերի, ինչու ոչ մյուս գրքերի լուսաբանման։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ ձեր արձագանքներին կարդալուց հետո։ Սիրով, անպայման, շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրելի ժանր եւ ժամանակակից հայ գրող միանշանակ պետք է բաց չթողնել թերթել այս գիրքը։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, այս պահին կարճատև դադար է։